Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ բարձրագույն դատական խորհուրդը դեռ այն չէ, ինչ որ գրված է, որ պետք է լինի, այսինքն բացարձակ անկախ պետական մարմին։ Ձեր կարծիքով Հայաստանում մեր մտածողությամբ իրական հնարավոր է ունենալ գործադիր իշխանությունից անկախ բարձրագույն դատական խորհուրդ, թե դա ուղղակի խոսքեր են։ Ձեր անկեղծ մոտեցումն եմ ուզում հասկանալու համար, դուք իրոք մտածում եք, որ բարձրագույն դատական խորհուրդը կարող է լինել անկախ ոչ միայն գործադիրից, այլ նաև ծանոթ, բարեկամ, հարազատ ազդեցություններից։ Այս առաջին հարցը, երկրորդը արձագանքի ժամանակ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Նազարյան։ Ես մի փոքր էպես չասեցի, ես խոսում էի դատական իշխանության անկախության մասին ու ասում էի, որ մենք դրան ենք ձգտում եւ ցավոք դեռևս չենք հասել այն հիմնական նպատակին, որին ձգտում էինք։ Մյուս կողմից, եթե ես չգտնեի, որ մենք կարող ենք հասնել դատական իշխանության անկախության Հայաստանի Հանրապետությունում, ես չէի ընդունի առաջարկը լինել բարձրագույն դատական խորհրդի անդամ, չէի կանգնի այսօր այստեղ, ելույթ չէի ունենա եւ չէի փորձի ձեզ համոզել ինձ ընտրել, որովհետեւ ես վստահ եմ, որ այլընտրանք, քան անկախ դատական համակարգ ունենալը Հայաստանը չունի, եւ ես վստահ եմ, որ մենք այդ նպատակին հասնելու ենք։ Համեցեք արձագանք։ Իհարկե լավ է, որ դուք վստահ եք եւ նման ձգտում ունեք, բայց օրինակ ձևավորվել է 15 թվականի սահմանադրական այդ հանրաքվեից հետո, կամ 16 արդեն թիվը մոռացա, այս մոտ 10 տարվա ընթացքում մամուլը ընթերցելով այնքան խնդիրների ենք բախվել բարձրագույն դատական խորհրդի հետ կապված, իր որոշումների հետ կապված եւ արդեն ճանապարհը դեպի արդար, ոչ միայն պետք է անկախ լինի, չէ, կարևորը արդարությունն է այս մարմնի, ոչ միայն անկախ, այլ նաեւ արդար դատավճիռներ, բայց երբ որ հանդիպում ենք դեպքերի, երբ որ նույն բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշումներ, որը հանրության տեսանկյունից գոնե առերևույթ անարդար որոշում է, դա արդեն իսկ հեղինակության վրա ազդում է, այ դուք տեսնում եք, որ դուք կարող եք ազդել մնացած անդամների վրա, որ կայացվեն իրապես արդար եւ պետության շահերից բխող որոշումներ եւ ոչ թե այս քաղաքական ուժի կամ խմբի ինչ-որ ազդեցության ներքո կիրառող որոշումներ։ Կներեք, մի քիչ շատ հարցը տևեց։ Պարոն Նազարյան, ես հեռու եմ այն մտքից, որ ես պատրաստվում եմ բարձրագույն դատական խորհրդում ազդել մյուսների կարծիքների վրա։ Ես պատրաստվում եմ սեփական կարծիքը բարձրաձայնել եւ պաշտպանել սեփական կարծիքը։ Այս հարցով սա։ Մյուս հարցերին ի պատասխան կարող եմ միայն մի բան ասել։ Այո, գուցե բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշ որոշումներ հանրության կարծիքով եւ ոչ միայն հանրության կարծիքով խնդրահարույց են։ Այո, կան դատական ակտեր, որոնցից ոչ բոլորն են գոհ, բայց արդյոք այդ դժգոհությունը երբևէ չի լինելու է, դա չի նշանակում, որ դատական ակտը ապօրինի է կայացված, եթե կողմերից մեկը դժգոհ է, վստահ եմ դուք եք ինձ հետ համամիտ, բայց կարևոր է, որ ընդհանուր առմամբ հանրության մոտ ձևավորվի եւ ամրապնդվի ու նաեւ վստահ լինի հանրությունը դրանում, որ որևէ դատական ակտ, որը որ կայացվել է, չի կայացվել այս կամ այն անձի քմահաճույքով, այլ կայացվել է օրենքին համապատասխան։ Եվ ես դրա համար եմ պայքարելու բարձրագույն դատական խորհրդում։